Սիրելի քույրեր եղբայրներ, Տերը օրհնի ձեզ, փառք Տիրոջը, որ այսօր մեր ժամանակներում մենք կարողանում ենք օգտագործել ժամանակակից հնարավորությունները, եթե առաջ Պողոս առաքյալի նամակը շատ անգամ ամիսներ էր անցնում, մինչև տեղ էր հասնում, հիմի ստեղ գրում ենք նույն ակնթարթում մեր գրած նամակը հասնում է տեղ, ել չեմ ասեմ, որ ձայնային ու վիդեո հնարավորություններով էլ կարելի է նույն Տիրոջ գործը կատարել։ Փառք Տիրոջը, որ այսօր մենք փնտրում ենք ոչ թե ժամանակակից հնարավորությունները օգտագործենք մեղքի համար, այլ մենք օգտագործում ենք, որպեսզի ժամանակակից հնարավորությունները մեր հոգու շինության ու մեր Տիրոջը ճանաչողության պատճառ լինեն։ Այդ պատճառով փառք Տիրոջը, որ այսօր մենք հնարավորություն ունենք Տիրոջ խոսքը կարդանք, լսենք, խորհենք եւ ընդունենք մեր սրտերի մեջ։ Քանի որ մեր Տերը ամենուրեք է, մեզ մնում է միայն Տիրոջ խոսքը խոնարհությամբ ընդունենք եւ մեր Տիրոջը, որ ամենուրեք է, մեր սենյակի մեջ դիմենք եւ Տերը կներգործի առանց որևէ ժամանակակից տեխնոլոգիայի, Տերը կօրհնի ու կմիջամտի մեր կյանքի մեջ։ Ու մեր կյանքի բոլոր քանդ ու քարապ եղած մասերը, որոնք մեր մեղքի պատճառով, մեր սխալների պատճառով եղել են, Տերը կվերականգնի ու կզորացնի մեզ, եթե մենք հասկանանք, որ Տիրոջ կարիքը ունենք։ Այսօր ես պիտի կիսվեմ սրբության եւ սրբանալու մասին։ Չնայած որ այս թեման շատ մեծ թեմա է ու իհարկե լավ կլներ, որ շատ մանրակրկիտ խորհեինք ու որոշեինք ինչը ինչոց է Տիրոջ խոսքերի հիմքերի վրա, ես կկիսվեմ պարզապես կաշխատեմ ավելի շատ կարճ բացատրեմ ու կխնդրեմ Տիրոջը, որ Սուրբ Հոգին բացի ձեզ այն ինչ որ ես ժամանակի պատճառով չեմ հասցնի բացատրելը։ Առաջի հերթին ուզում եմ, որ մենք հասկանանք մի շատ կարևոր բան, որ սրբություն հնարավոր է միայն ու միայն Քրիստոսի մեջ։ Բոլոր բառերը, որ օգտագործում է, ինչպես որ այսօր սեր բառը, հավատք բառը, մարդը օգտագործում է իր տարբեր բնագավառների մեջ, շանն են սիրում, կատվին են սիրում, այսօր արուագետները, ժամանակակից լեզվով սկսած հոմոսեքսուալիստները, նրանք են իրար սիրում, դա էլ է սեր անվանում, հավատում են եւ Քրիստոսին, հավատում են եւ կուռքերին, հավատքն էլ ամեն տեղ օգտագործում։ Այսօր սրբություն բառն էլ կարա ամեն տեղ օգտագործվի, եւ սրբանալ բառն էլ կարող է ամեն տեղ օգտագործի, բայց մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան, որ հնարավոր չի, որ մենք ունենանք սրբություն Քրիստոսից դուրս։ Սրբությունը կարա լինի միայն ու միայն Քրիստոսի մեջ, Քրիստոսով։ Առակացի 22-րդ գլխի 11-րդ խոսքի մեջ գրված է, որ Սուրբը թող ամենի ավելի սրբանա։ Ուզում եմ շեշտեմ, որ սրբանալը հնարավոր չի, եթե մարդը սուրբ չլինի։ Ու քրիստոնյաները այսօր ավելի շատ սրբանալուց են խոսում, մոռանալով, որ նախ պետքա քրիստոնյան սուրբ լինի։ Կուզեմ կանգ առնեմ առաջի հերթին, որքան կարևոր է սուրբ լինելը։ Հռոմեացիս 6:22-ում գրված է. բայց հիմա որ մեղքից ազատված եք եւ Աստծո ծառա եք դարձել, սրբագործվելու համար ձեր պտուղն ունեք եւ дրա վերջը հավիտենական кյանքն է։ Ռուսերեն թարգմանության մեջ ավելի մի քիչ sense ասած կոնկրետ է ինձ համար. но ныне, когда вы освободились от греха и стали рабами Богу, плод ваш есть святость, а конец жизнь вечная. Հիմա որ դուք դարձել եք Աստծո ծառաները, դրա պտուղը ձեր սրբությունն է եւ վերջում էլ հավիտենական կյանք։ Մենք տեսնում ենք Տիրոջ խոսքի մեջ Եբրայեցիս 12:14-ի մեջ, Եբրայեցիս 12:14-ի մեջ գրված է հետեւյալը. բոլորի հետ միասին խաղաղություն ունեցեք
եւ սրբություն, առանց որի, այսինքն առանց սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Մենք հիմա Տիրոջը չենք տեսնում եւ գրված է որ դուք երանելի եք, որ առանց տեսնելու Տիրոջը սիրում եք նրան։ Հիսուսն ասում է երանի նրան, ով որ չտեսավ, բայց հավատաց։ Մենք այսօր ավելի շատ հոգով շոշափում ենք, զգում ենք նրա ներգործությունը եւ հետևանքները, նրա գործի, նրա ձեռքի հետևանքները մեր կյանքի մեջ, որովհետեւ նա մեզ անդադ փրկում է, ազատագրում է, օրհնում է, լցնում է մեր կյանքի մեջ այն փոփոխությունները, որ Տերը իր Սուրբ Հոգով անում է, դա շոշափելի է եւ դա զգայելի է։ Մենք զգում ենք դա, բայց մենք Տիրոջը չենք տեսնում։ Բայց մենք հույս ունենք, որ ժամանակ կգա եւ մենք Տիրոջը կտեսնենք, սիրելի քույրեր, եղբայրներ։ Այստեղ գրված է այս խոսքի մեջ, որ առանց սրբության ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Այսինքն ովքեր որ սրբության մեջ չեն, սուրբ չեն, սրբանալու հարցը չի, սրբության հարցն է։ Ով որ սուրբ չի, սրբության մեջ չի գայտորը, որոնք կարող են մտնել երկնքի արքայություն եւ Քրիստոսին տեսնելով, հորը տեսնելով հավիտյան նրա հետ վայելեն հավիտենականությունը։ Քույրեր, եղբայրներ, ես ուզում եմ շեշտել մի շատ կարևոր բան, որ առանց սրբության ոչ մեկ չի փրկվի, ոչ մեկ չի կարա Հիսուսին տեսնի։ Խորհուրդ կտամ միջև վերջ քարոզը լսեք, որպեսզի նախորոք վճիրներ չկայացնեք ու ձեր սիրտը չխստացնեք։ Կասեք Վարդան եղբայր, մենք լսել ենք, որ փրկությունը հավատքով է, ոչ թե սրբությունով։ Այո։ Ամբողջ հարցը դրա մեջ է, որ ճշգրիտ հավատքը, ճշմարիտ հավատքը մեզ բերում է ու սուրբ անում։ Մի օրինակի վրա բացատրեմ ինչ է նշանակում նախ սուրբ բառը Աստծո խոսքի մեջ նշանակում է սուրբ բառը նշանակում է զատված, առանձնացված։ Այսօր եթե մենք Տիրոջը սուրբերն ենք, այսինքն մենք նրա սեփականությունն ենք դառնում։ Եվ ապաշխարություն, հավատք դա նշանակում է մենք մերժում ենք աշխարհին, որովհետև ով որ աշխարհը սիրում է, գրված է մեկ սիրե ոչ աշխարհը, ոչ էլ այն ինչ որ աշխարհի մեջ է, որովհետև ով որ աշխարհը սիրում է, նա դառնում է ով գրված է Տիրոջը թշնամին է դառնում։ Այսինքն սրբությունը իր մեջ պարունակում է ոչ թե կատարելությունը, ոչ թե բացարձակ մեղքերից ազատ լինելը, չէ, այլ սրտի փոփոխություն, սրտի վերաբերմունք։ Օրինակ բերեմ ես իմ վրա, որպեսզի ոչ մեկը չնեղանաք։ Քույրեր եղբայրներ, 93 թվականին, երբ որ ես ամուսնացա, եկեղեցում եմ ամուսնացել, հովիվը հարցեր տալուց հետո հայտարարեց, որ մենք այլևս օտարներ չենք, այլ մենք ամուսիններ ենք եւ մեկ մարմին։ Գիտեք ինչ, ես հիշում եմ ինչպիսի ամուսին էի ես, ասեմ ձեզ բացարձակ, անկատար, շատ բաներ դեռ չէի կարողանում, շատ բաներ չէի իմանում, շատ բաների ընդունակ չէի, շատ բաների սովոր չէի եւ այլն, այնքան շատ բաներ կարամ ասեմ, խայտարակ վիճակ էր։ Իմ կինս էլ նույն ձևի։ Շատ բաներ ինքը չգիտեր։ Գիտեք, աղջիկ լինելը, տղա լինելը ծնողների համար տարբեր բան է, բայց ամուսին լինելը եւ կին լինելը տարբեր բան է։ Երբ որ մենք ամուսնացանք, կամաց մենք տեսանք, որ մենք շատ բաների պատրաստ չենք եւ սկսեցինք ինչ անել, սովորել։ Սխալներով, նեղվելով, ինչ որ բաներ անելով կամաց սովորեցինք։ Իրար հետ ընտանիք կազմելը սովորեցինք եւ ես փառք եմ տալիս իմ Տիրոջս, որ իր Սուրբ Հոգով անընդհատ սովորեցրել է ճիշտ լինել ամուսին եւ ճիշտ լինել կին, ինձ ու իմ կնոջս։ Հետո սովորեցրեց կամաց ճիշտ ծնողներ լինենք։ Այսօր ես ունեմ 3 տղա, միջև հիմի ես սովորում եմ ծնող լինելը։ Կասեք Վարդան եղբայրս ինչ էր ես պատմում։ Սրբության տեղը քո կյանքդ ես պատմում։ Սրբություն նշանակում է սա։
երբ որ մարդը որոշում է պատկանա միայն մեկին։ Երբ որ ես առաջարկություն արեցի Լուիզային կնոջս, երբ որ ինքը ինձ համաձայնություն տվեց ամուսնության համար, երբ որ հովիվը հայտարարեց, որ մենք ամուսիններ ենք եւ մեկ մարմին, այդ օրվանից մենք արդեն իրավունք չունեինք ուրիշի մասին մտածելու։ Իրավունք չունենք արդեն ջոգելու կոպիտ ասած, հայերեն կոպիտ անջում, բայց ջոգելու իրավունք չունենք։ Ուրիշի կողմը նայելու արդեն մենք մեկը միշտ պատկանում ենք իրար։ Ես իմ կնոջը, կինս ինձ։ Մենք կատարյալ չենք, շատ բաներ դեռ չգիտենք, շատ բաներ պիտի սովորենք, շատ սխալներ, սաղ բաներ ունենք, բայց մենք սուրբ ենք իրար համար, այսինքն մենք առանձնացանք բոլորից։ Ես բոլոր կանանցից առանձնացա իմ կնոջս համար։ Ուրիշի կողմը էլ այլևս չեմ նայում, որովհետև արդեն ունեմ մի կին։ Ինքն էլ նույն բանը իմ նկատմամբ։ Ի՞նչն է պատճառը, սա սրբություն է։ Տիրոջ տաճարի անոթները սրբացվում էր եւ նրան իրավունք չուներ ձեռ տա ոչ մեկը, նույնիսկ եթե հիշում եք, մի թագավոր որոշեց Կերուխումանի հետանոց թագավոր որոշեց Կերուխումանի, հիշում եք Դանիելը տեսիլքը, որ մի մատ դուս եկավ ու գրեց մենե տեկել ու փարսի, որը նշանակում էր կշռվեցար եւ դատար գտնվեցար։ Եվ Աստված խփեց այդ թագավորին եւ թագավորը մահացավ, որովհետեւ նա գրված է, ամբողջ բանը կարդացեք կտեսնեք, նա Տիրոջը տաճարի անոթները, որ սուրբ էր, ձեռք բեր։ Ինչ է նշանակում սուրբ անոթներ։ Ոնց կարելի է ինչ որ անոթները, որոնց պղծից կամ կավից կամ ինչ որ բանից սարքված են, ոնց կարելի է դա ասել դա սուրբ է։ Սուրբ նշանակում է առանձնացված ինչ որ մեկի համար։ Մեր դեպքում մենք սուրբ ենք, որովհետև ոչ թե որ մենք կատարյալ ենք, ոչ էլ որ դադարել ենք մեր գործելուց, այլ որովհետև մենք այլևս աշխարհի կողմը չենք նայում, որովհետև մենք այլևս որոշել ենք միայն ու միայն Հիսուսին պատկանալ։ Սա է սրբությունը։ Ուզում եմ ելի շեշտեմ, չշփոթեք սրբանալը սրբության հետ։ Եթե մարդը սուրբ չեղավ, չի կարա սրբանա։ Հիմի առայժմ ես կիսում եմ սրբության մասին։ Տերը ուզում է, որպեսզի մենք սուրբ լինենք, գրված է սուրբը թող ավելի սրբանա, այսինքն վերջի ժամանակների համար ասում։ Երկրորդը, եկեք սրբանալու մասին կիսում ենք։ Ուրեմն առաջինը մենք հասկացանք։ Էլի եմ ուզում ասեմ, ես այստեղ իմ դեմը քարուզս դրած է ու ես շատ խոսքեր եմ տեսնում, շատ պունկտեր եմ տեսնում, չեմ ուզում ձեզ ծանրաբեռնեմ, ավելի շատ ուզում եմ հիմնական միտքը հաղորդեմ։ Էլի եմ ուզում շեշտել։ Առանց սրբության, ոչ թե սրբանալու, այլ սրբության, սուրբ լինելու ոչ ոք Տիրոջը չի տեսնի։ Երբ որ թկասնում էին ու դուրը ծեծում էին, ասում էին Տեր, բացի, մենք քո անունով սենց, քո անունով նենց, Հիսուս ինչ ասավ, գնացեք ինձանի բոլոր ինչ անօրենություն գործողներ։ Իսկ Տիրոջ խոսքի մեջ գրված է անօրենությունը դա ինչ է, մեղք է։ Այսինքն նրանք սուրբ չէին, նրանք պատկանում էին աշխարհին։ Աշխարհի մեջ էին։ Սուրբ լինել դա չի նշանակում կատարյալ լինել։ Սուրբ լինել դա չի նշանակում, որ մարդը սխալներ ու տկարություններ չունենա։ Սուրբ լինել դա չի նշանակում սարսափելի մեծ հավատք ունենալ։ Սուրբ լինել դա նշանակում է նվիրվածություն, պատկանալ միայն Քրիստոսին։ Եկեք խոսենք սրբանալու մասին։ Սուրբը թող ավելի սրբանա։ Սրբանալ դա նշանակում է արդեն դա սրբությունից է բխում։ Եթե սրբությունը չեղնի, սրբանալը ոնց որ Հայաստան աղբյուրներ կան, չէ՞։ Վանաձորի մեջ օրինակ շատ տեղեր աղբյուրներ կա, Հայաստանում էլ կան, եւ այդ աղբյուրները, չգիտեմ Հայաստան տարբեր ձևով են ասում, շատ անգամ Վանաձորում ասում են պուլպուլակներ։ Չգիտեմ բոլոր տեղերն են տենց ասում թե չէ, բայց գրական կոչվում է աղբյուրներ։ Ռուսերենում իստոչնիկ։ Դուք պատկերացնում եք, երբ որ աղբյուրի այդ մրամրի քարը կամ գրանիտի քարը, սիրուն, ամեն ինչը արած լինի, բայց տակից դուրս բխող ջուր չլինի, աղբյուր չլինի։ Սրբանալը առանց սրբության հնարավոր չի։
Հենց օրենքը դրա մեջ է խաբիսիկությունը, ովքեր ուզում են օրենքով արդարանալ, նրանց համար դա մի հատ տառապանք է, որովհետև նրանք ամեն ջանք անում են, որպեսզի ասոն հաճեցնեն, իսկ եթե մեկին չես սիրում, մեկին չես պատկանում, մեկի սեփականությունը չես, շատ դժվար է նրան հաճեցնել։ Օրենքը, պատվիրանները կատարել Տիրոջը առանց սրբության հնարավոր չի։ Սրբանալը դա աճն է պատվիրանները կատարելու ծառայության մեջ բոլոր հարցերում աճել, կատարենանալ։ Այսինքն, օրինակ, ելի բերեմ օրինակ ընտանեկան։ Իմ կինս այսօրվա դրությամբ անհամեմատ ավելի շատ ճաշատեսակներ է կարողանում սարքել, քան որ ինքը գիտեր, երբ որ ամուսնացավ։ Ես էլ տան կենցաղի հետ կապված եւ գործերի հետ կապված անհամեմատ ավելի շատ բաներ եմ կարողանում, քան 27 տարի առաջ։ Եվ մենք ընդհանրապես ամուսնական կյանքի մեջ բոլոր բնագավառների մեջ անհամեմատ ավելի զարգացած ենք, ավելի առաջընթաց ենք, ավելի շատ բան գիտենք, քան որ 27 տարի առաջ մենք գիտեինք։ Սրբանալ դա նշանակում է սրբությունից բխում է սրբանալը, այսինքն հաստատել ու զարգանալ պատկանելության մեջ։ Երբ որ ես պատկանում եմ Քրիստոսին, ուզում եմ նրան օրը օրի վրա ավելի հաճեցնել, ուզում եմ նրա կամքը ավելի շատ իմանամ, ուզում եմ նրան ավելի ճանաչել։ Ամուսինները, քանի գնում իրար ավելի շատ են ճանաչում։ Եվ այդպես զարգանում է իրանց հաղորդակցությունը, խորանում է իրանց հաղորդակցության մեջ։ Քույրեր, եղբայրներ, սրբանալը դա շատ կարևոր է, որովհետև եթե կա սրբություն, բայց չկա սրբանալ, այդ սրբությունը կմարի եւ այդ սրբությունից ոչինչ չի մնա։ Դուք պատկերացնում եք ամուսնացան, ասենց ասած մեղրամիսն անցավ, շատերի մոտ այդ մեղրամիսն է շուտ անցնում, մեղրա օրադառնում կամ մեղրա շաբաթ։ Մեղրամիսն անցավ, այդ սկզբնական այդ հաճելի սերը եւ բանը, որ շատ անգամ ավելի շատ մարմնից ֆիզիոլոգիական սերա, բխող սերա, որտեղ աստվածային սերը միշտ ավելի շատ աճող ու զարգացող է։ Տիրոջ նկատմամբ սերը Պողոս Արաքյանն ասում է, աղոթում է, որպեսզի ձեր սերը ավելի ու ավելի աճի։ Սերը Տիրոջ աճող է։ Մարդկային սերը միշտ պորտքում է, հետո քանի գնում մարում է։ Սրբությունն էլ ատեց։ Երբ որ մենք պատկանում ենք իրար, մենք սկսում ենք իրար ավելի հաճեցնել։ Կինս, որ ամուսնացանք, ինքը զգաց, որ այն ինչ որ իրանց տանը կերել են, ես ամեն ինչ չի, որ այտենց ուտում եմ, չնայած ես ամեն բան ուտող եմ, այտենց ինչ որ կապրիզներ չունեմ ուտելիքի հարցով, բայց բաներ կա, որ նախապատվում եմ, այսինքն ավելի գերադասում եմ։ Եվ ինքը, որպեսզի ինձ ուրախացնի, սկսեց սարքել այն ինչ որ ինձ դուր է գալիս։ Ես էլ տեսա, որ ինքը իմ մորս նման չի, շատ հարցերում, ոչ թե լավն է կամ վատն է, ինքը ուրիշ է։ Ես էլ սկսեցի, որպեսզի ուրախացնեմ իրան, ես իրան սիրում եմ, չէ, որպեսզի ուրախացնեմ իրան, դա չի նշանակում իր բոլոր կամաճույքներն ու կապրիզներն անել, դա նշանակում է սիրելուց ելնելով ուրախացնես այն բանով, որ սկսես սովորել անել այն ինչ որ իրան ուրախացնում է։ Սրբանալ դա նշանակում է ավելի քիչ մեղք գործել, որ քանի գնեմ մեղքը քիչ անում։ Սրբանալ Տիրոջ նկատմամբ եմ ասում, նշանակում է, որ դու քանի գնում ավելի շատ ես Տիրոջ ծառայում։ Սրբանալ դա նշանակում է, որ դու քանի գնում ավելի ես ծառավ նրա հետ հաղորդակցության ու նրա հետ հարաբերության ու ճանաչողության։ Սրբանալ դա նշանակում է, մենք սրբանալ միշտ շատերը հենց գիտեն, դա միայն նշանակում է, սենց արյունը մաքրում է ու մեղքի հետ կչի, դա մաքրություն է կոչվում։ Մաքրությունը մտնում է սրբանալու ու սրբության մեջ, բայց դա միայն այդ չի նշանակում։ Ես ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք շատ կարևոր բան, որ Սուրբը միշտ պետք է աճի Քրիստոսի հետ հարաբերության մեջ եւ ավելի շատ իմանա նրա կամքը։ Ու ինչքան որ ճանաչում ենք, թե ով է Քրիստոսը եւ ինչ է ուզում մեզ, մենք ուզում ենք համապատասխանենք նրա կամքին ու նրա սիրուն։ Եվ այդ անելով մենք ինչ ենք անում։ Սրբանում ենք։ Այսինքն սրբությունը դա նրան պատկանալն է, սրբանալը այդ
պատկանելության մեջ աճելն է, հարաբերությունը խորացնելն է, իրար ավելի ճանաչելն է, նրա ցանկությունները, նրա կամքը, նրա ուրախությունը։ Առակացի մեջ ասում է, ով որդիս, երբ որ դու իմ աստուն ձևով կվարվես, իմ սիրտս կուրախանա։ Հայրը ուզում է ուրախանա։ Հիշում եք Հիսուսը Երուսաղեմի մոտ նայում էր Երուսաղեմին ու լացում էր, արտասում էր Երուսաղեմ, Երուսաղեմ, քանի անգամ ուզեցի քեզ հավաքեմ, ինչպես թրջունը իր թևերի տակ իր թռչնակներին, բայց դու չուզեցիր ու արտասվում էր։ Մենք շատ անգամ մտածում ենք, որ Հիսուսը ինչ ուզում է ելնել անում է, Տիրոջ համար ավելի հեշտ է երկինք տիեզերք ստեղծելը, քան մարդու սիրտը փոխելը։ Նա չի անում ուժի զորով, նա կարող է գրավի, նա կարող է համոզի, նա կարող է ցույց տա իր սերը, բայց մենք ենք որոշում կայացնելը։ Սրբանալը, եթե չեղավ, սրբությունը կորչում է։ Հիշում եք, երբ որ գրված է մի առակ, որ չար ոգին դուրս է գալիս մարդուց, գնում է անջուր տեղեր, այսինքն որտեղ ժողովուրդներ չկա, անմար տեղեր, ման է գալիս, թափառում է, հետո հետ է գալիս, ասում է գնամ տեսնեմ իմ տունս, այսինքն այդ մարդու սիրտը որտեղ բնակվել եմ, ինչ է իրավիճակը, գալիս է տեսնում է, որ գրված է մաքուր է, հավաքած է, բայց դատարկ է։ Այսինքն հարդարված, հավաքված, մաքուր, ամեն ինչը լավ է, բայց Տեր չկա։ Այսինքն այդ մարդը ապաշխարել է, Քրիստոսին ներողություն խնդրել է ամբողջ սրտով, Հիսուսը իր սրտից ազատագրել է չար ոգուց, մեղքերից մաքրել է, սրբել է, բայց Քրիստոսին Տեր չի ընդունել։ Այսինքն չի սկսել Քրիստոսի պատկանելության մեջ զարգանալ ու աճել։ Այն քրիստոնյաները, որոնք նույնիսկ աղի արցունքով Տիրոջը ընդունում են, իրանց կյանքի մեջ մեծ փոփոխություններ են զգում, եթե մենք դրա մեջ չաճենք, մեր պտուղը չլինի սրբությունը, որի հետևանքում մենք կտեսնենք Տիրոջը, մենք կկորցնենք մեր սրբությունը։ Գիտեք ինչ, ցավոք սրտի շատ ընտանիքների բարդությունը սա է, որ մարդիկ իրար նկատմամբ, ամուսինները իրար նկատմամբ ժամանակի ընթացքում դառնում են օտարներ, ռուսերենում չուժոյներ։ Օտարներ են դառնում, ի՞նչն է պատճառը, որովհետև կամաց աշխատանքը, ուրիշները, ընկերները, ինչ որ բաներ միշտ կամաց գրավում են իրենց տեղը եւ կինն իր կողմից է խոչընդոտներ դնում, տղամարդը իր կողմից եւ մի խոսքով գալիս է մի պահ, որ կարող է չեն բաժանվում, բայց օտարներ են դառնում։ Քույրեր եղբայրներ, Տերը ուզում է, որպեսզի մենք իր հետ անկեղծ սրտով մտերմություն անենք ու անկեղծ սրտով մենք անընդհատ խնդրենք, որ ավելի շատ ճանաչենք Տիրոջը, նրա ցանկությունները, նրա կամքը, ինչ է նա ուզում, ինչ է նրան ուրախացնում մեր Տիրոջը, որպեսզի դրա մեջ աճենք, դա կոչվում է սրբանալ։ Ինչ կուզես, որ ես անեմ, Տեր։ Թող քո խոսքի համեմատ լինի ինձ։ Եվ այլն նման խոսքեր մենք գիտենք Տիրոջը, դու ինձ հետ ինչ, քեզ ինչ, նա ինչ կլինի, դու ինձ հետևի եւ տարբեր այդպես խոսքեր կա, որտեղ Հիսուսը ուզում է առաջինը լինի մեր կյանքի մեջ։ Սրբությունը նա է, երբ որ մենք Քրիստոսին դնում ենք մեր կյանքի մեջ միակը եւ առաջինը։ Սրբանալը նրա հետ մտերմությունն է, նրան ավելի ճանաչելն է եւ նրա կամքը ավելի շատ անելն է, դա սրբանալն է։ Մեղք քիչ գործելը դրա մեջ է մտնում։ Տերը օրհնի ձեզ քույրեր եղբայրներ, որպեսզի մեր սրտերը պատկանա միայն ու միայն Քրիստոսին, որպեսզի մենք սուրբ լինենք եւ սրբանանք, որպեսզի Տերը ասի, որ նա իմ սեփական ժողովուրդն է։ Պիտի ներեմ նրանց մեղքերը եւ պիտի քայլեմ նրանց մեջ։ Նրանք իմ ժողովուրդս պիտի կոչվեն, ես էլ նրանց Աստվածը գրված է։ Նրանք իմ սեփական ժողովուրդն են, սեփականությունը։ Այ մենք սիրում ենք, որ մեր սեփականությունն է լինում ինչ որ բան, ու ոչ մեկին չենք ուզում այդ մեր սեփականությունը տանք։ Աստված ուզում է, որպեսզի մենք սեփականությունը լինենք իրան։ Ու այդ դեպքում Տերը մեզ անպայման կպաշտպանի ամեն բանից, որտեղ մենք նրանն ենք։ Բայց երբ որ մարդը ուզում է Աստծոց վերցնի, բայց աշխարհին ծառայի, գալիս է ժամանակ, որ Տերը տեսնում է, որ այդ ծառը պտուղ չի գալ, տալիս ու կտրվում է։ Եկեք սուրբ լինենք, այսինքն միայն Տիրոջը պատկանանք, ուխտի մեջ մտնենք միայն Քրիստոսի հետ
եւ եկեք սրբանանք, այսինքն միշտ աճենք նրան հաճեցնելու մեջ։ Թող Տերը առատությամբ օրհնի բոլորիդ քույր երեխաներ։ Տիրոջ սերը ու ողորմությունը թող ամեն մեկիս հետ լինի։